Միակ քաղաքական գործիչը կարծես ասած քաղաքական մահապարտանա Էդգար Նախազարյան, որը դառնալու է խնդրեմ իշխանության համար։ Ոնց է լավ բան ասում այդ Գարեն, լավ բան չենք ասում, որ ասում են քաղաքական գործիչը չի նշանակում, որ ասում են սիրուն է։ Եթե այդ ելույթը վատ աշխատի ըստ էության, իրենք էլեկտորալ խնդրեմ են։ Հասկացանք ինչ է նշանակում դու շփրտել դա ոզեր հիմնարկը չի։ Հիմա մենք եք խախտենք, նա սրիկա է, այդ սրիկան, բան ինչ է, ինչի մասին։ Իրանց ընտրել են նրա համար, որովհետև իրանք փրթեմ թափեմն են։ Կպեի տարբեր մարդկանց մասին։ Գերս գրում են այս վիժվածքը բան։ Ոչ մեկին դատը չի տա։ Դարձել նորմա է դարձել։ Ակնհայտավ որ ուզում են բռնություն կիրառեն։ Ընկերներ ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը, ուշով հետևում ենք ազգային ժողովի աշխատանքներին, նաև հետևում ենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, իսկ այդ զարգացումները կան, բայց այնուամենայնիվ երևի սկսենք ազգային ժողովից, նաև մոռացա ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է իրականացնում։ Այո։ Մի շախմատային քարը մի զինվորին վերցնում է տանում այնտեղ, այն մի զինվորին տանում է մյուս կողմը, մի խոսքով վերադասավորումներ կան իշխանական թիմում, ինչը նույնպես հետաքրքիր է եւ զանազան մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Ինչ կասեք։ Ինձ թվում է հիմա թիվ 1 թեման է, որ այն պահին, որ մենք նկարահանում ենք, հենց հիմա ազգային ժողովում սելյանեքներ քննարկում է գնում Էդգար Ղազարյանի մասին եւ հետարքիրն այն է, որ երբ որ մենք ուժեղ Հայաստանի ցուցակը քննարկում էինք Կարպիս Փաշինյանի հետ, մենք ասացինք, որ միակ քաղաքական գործիչը կարպիս ասած քաղաքական մահապարտանա Էդգար Նախազարյան, որը դառնալու է խնդրեմ իշխանության համար եւ մենք բնականաբար լիքը մարդ այնց հիստերիկ ասել է, ոնց է լավ բան ասում այդ Գարեն, լավ բան չենք ասում, որ ասում են քաղաքական գործիչը չի նշանակում, որ ասում են սիրուն է, խելացի է, լավ։ Դե հազար բան կարանի հետ համաձայն չլինենք, բայց այն որ ինքը ունի ինստիտուցիոնալ հիշողություն եւ կարողանում է այդ ինստիտուցիոնալ հիշողությամբ դասավորել միտքը եւ սուր խոսել, դա բնականաբար ԿՊ-ին հունից հանում է ու դա հանում է այն իրավիճակում, որ չգիտեմ թե ինչու ընդդիմությունը խորհրդարանական ԿՊ-ի հետ բան է պայմանավորվել։ Հասկանում ես, խնդրեմը սրա ստեղից, այն բայից որ ԿՊ-ի հետ բան են պայմանավորել, ԿՊ-ի հետ չի կարելի որևէ բան պայմանավորել, դեռ ԿՊ-ի հետ ընդդիմությունը բան է պայմանավորում։ Այդ ընդդիմությունը մեծ կորուստներ ունենալու։ Հիմա քանի որ բանը պայմանավորվել են, որ եկեք բարեկիր լինենք։ Խայծը կերել են, հա։ Ու մեկ էլ ասենք Էդգար Ղազարյանի մի ելույթի մասով, որն ասում է սրիկայաբար, չէ՞ ասում որ դուք սրիկա եք, ասում են սրիկայաբար։ Սկսեցին որ դուք համաձայն չեք, որ նա սխալ է ասում, բան, չգիտեմ ոնց եղավ որ ինչ որ պահ դարձավ որ համաձայն են որ ինքը սխալ է ասել, նման բան չպետք է ասեր, հաջորդ օրը առանց փողկապների եկան նիստին ու հիմա դեռ այդ հարցն է քննարկվում եւ Էդգար Ղազարյանի տեղն են փոխել, տայել են հերու ԿՊ-ից, որտեղ մտածում են որ երևի ծեծկրտուկ կարող է լինել, որտեղ համարյա այդ պահին ծեծկրտուկ էր լինում, քաշքշոցել չեղավ, չհասցրին դրան, բայց կրքերը թեժացել են։ Ես կարծում եմ Կարպիս խնդրեմն այնտեղա որ ընդդիմությունը փորձել է մտնի մի տրամաբանության մեջ, որը ԿՊ-ի տրամաբանությունն է, այդ եկեք իրար հետ բարեկիր լինենք, բան, որը բերելու անար, որ իրանք որևէ սուր ելույթ չեն կարող ունենալ որևէ հարցում, որովհետև այդ պայն իրանք ասել են, հա, դուք մեր պայմանավորությունը խախտեցիք։ Հիմա եթե իրանք առաջ օրից մտնեին պարլամենտ, նենց ոնց որ օրինակ մենք էինք պարլամենտում օրինակ, հա ինքնաբավ քո մտքերի տերը ոչ մի ձևի որևէ հարցում իրանց հաշվետու չես, որևէ բան չես պայմանավորվել, չես քեզ խմբագրում, գրաքննում քեզ եւ ասում ես այն ինչ որ ասում ես, բարձր լարումներ են լինում դրա արդյունքում, բայց դա է process-ի արդյունավետության գրավականը, այլապես եթե դու մտնում ես իրանց խաղի մեջ, դու իրանց խաղի մեջ կրվելու ես, որտեղ իրանց խաղի մեջ իրանց կանոններն են աշխատում։ Ինչ ես ասում։ Ես մի փոքր ուզում ազգային ժողով հասկացության մասին խոսալ։ Ինձ թվում է նույնիսկ այնտեղ ներգրաված մարդկանց պատկերացումները մի փոքր սխալ են պարլամենտի մասին, օրինակ նախագահությունում ներգրաված մարդիկ։ Այո։ Օրինակ ազգային ժողովի նախագահին կամ այդ աթոռին բազմած պարոնին թյուրիմացաբար թվում է որ ինքը այդ հիմնարկի դիրեկտորն է։
Սովորական падգամավորը, որը օժտված է նիստերը վարելու եւ ԱԺ աշխատակազմը ղեկավարելու իրավունքները։ Իրա տեղակալներին թվում է, որ իրանք, չգիտեմ, սովետական ռետորաբանությամբ զամ դիրեկտորներ են։ Բայց իրանք բոլորի պես շարքային падգամավորներ են եւ օրինակ իրավունք չունեն ինչ-որ մեկին դուրս շպրտել։ Դա իրանք Կոնջորյան հայկին ինչ որ ասում էր ձեզ դուրս կշպրտենք Դա իրանք, չգիտեմ, հաստոցաշինական գործարանը չի, այսինքն իրանք էլ այդ գործարանի դիրեկտորները չեն, դա պարլամենտ է։ Այդտեղ բոլորը ունեն հավասար իրավունքներ, իսկ նախագահի եւ փոխնախագահների գործառույթները տարբեր են։ Իհարկե ինչ-որ մեկին նկատողություն տալը կամ ինչ-որ պատժիչ նախազգուշական մեխանիզմներ կիրառելը դա օրինաչափ է, բոլոր երկրներում էլ կամ, բայց դա ախր պետքա ծայրահեղ դեպքերում կիրառվի, որովհետև падգամավորը կարա ցանկացած ելույթ ունենա, այդ ելույթը կարա ողողված լինի քաղաքական վիրավորանքներով, ինչը նորմալ է, ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում։ Եվ եթե այդ ելույթը վատ աշխատի ըստ էության, իրենք էլեկտորալ խնդրեմ են ունենալու, այսինքն ելույթ ունեցողնա խնդրեմ ունենալու, էլի։ Իհարկե։ Իմ հասցեին էլ է եղել, ձեր հասցեին էլ է եղել, մենք էլ ենք արել։ Այս որ մենք խոսում ենք, այդտեղ վիրավորական բան չկա, կամ վիրավորանքի ընկալումը կարա վիրավորվի։ Խիստ տարբեր է լինի, մեկը մի բանից կարա վիրավորվի, մեկը ուրիշ բանից, բայց հասկացանք ինչ է նշանակում դուրս շպրտել, դա հոձեր հիմնարկը չի, դուք սխալ եք հասկանում։ Ես մոտ ուրիշ համոզմունք էլ ունեմ։ Խոսնակի պաշտոնը ստանալուց ինձ թվում է խոսնակը պետքա ժամանակավորապես դադարեցնի իր կուսակցական լիազորությունները եւ լինի անաչառ արբիտր։ Եվ լինի անաչառ, որտեղ ինքը նաեւ ընդդիմության խոսնակն է։ Նաև իշխանական падգամավորների խոսնակն է, բոլորի խոսնակն է, եւ ինքը պետք է լինի Mr. Speaker։ Բոլորի speaker, այլ ոչ թե ԿՊ-ի ներկայացուցիչը են բարձր բորձորի վրա, չգիտեմ ոնց են դրան ասում։ Բեմում։ Թող այդպես լինի։ Նախագահությունը։ Օրինակ, որ ասեցի, իջեցի բրիտանական պարլամենտում այն պահին, որ մարդը ընտրվում է պարլամենտի սպիկեր, պարլամենտի ղեկավար, նա այդ պայից սկսած դառնում է բան անկուսակցական, դադարում է նրա կուսակցական պատկանելությունը, բարձր ինքը ներկայացնում է կոնկրետ ընտրատարածք, շարունակ որտեղ падգամավոր է, բայց կուսակցական պատկանելությունը դադարում է, ու ինքը օբյեկտիվ պետքա վարին։ Այդ օրինակով է հենց ասում։ Այո։ Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանին իսկապես ունիկալ կերպար է։ Դա ոչ կոմպլիմենտ է, ոչ քննադատություն է, այդ իր արխիվային ունակությունները, որոնք հատուկ են պատմաբանին, ես էլ վաղուց էի նկատել, որտեղ ինքը օրագիր է վարում ու ֆիքսում է ամեն ինչ։ Այսինքն ինֆորմացիան ինքը կուտակում է։ Մարդկա խոսում է, այդտեղ մոռանում է, այսինքն ինքը կարա ամիսամսաթվով, օրով, հերթով դա հենց անգիր ասի, բայց այստեղ խնդրեմը որն է, հակասություն կա աշխարհայացքային իր եւ իր խմբակցության միջև։ Էդգար Ղազարյանը պատկանում են արմատական անհանդուրժող ընդդիմադիր թևին, ինքը միշտ այդպես է եղել, որպես ինչ-որ անհատ նաեւ, իսկ սա բանը լրիվ ուրիշ աշխարհայացք որտեղ գրած ընդդիմություն է, ուժեղ Հայաստանը, որոնք արմատական չեն, արմատականի տրամաբանություն էլ չկա, կոմպրոմիսային փորձում են նայսը լինեն իրան, այտենց ինչ որ ձև գտնեն, այտենց կոմպրոմիսային աշխատեն, բան։ Ընդդիմությունը այդտեղ տրամաբանական հակասություն է առաջանում։ Ես չեմ հասկանում այդ բարեկրթության մասին։ Մի հատ իսկ կարաս դու բացատրես ինչի մասին է այդ բարեկրթությունը, եկեք բարեկիրթ լինենք։ Մենք որ պարլամենտում ենք եղել բարեկիրթ չենք եղել։ Չէ, դա ինչ թեմա է, էլի ոնց է այդ խայծը ընդդիմությանը այդ խայծով բան արի, խափ է, էլի, այդպես բարեկիրթ լինենք ու մի ասում են դուք խախտել եք բարեկրթությունը, հիմա մենք եք խախտենք, նա սրիկա է, այդ սրիկան, բան ինչ է, ինչի մասին է։ Այսինքն իրանք խոստովանում են, որ մի ժամանակ իրանք պահել են անդասիրակ, փողոցային, վուլգար եւ անպատեհ ձևով եւ հիմա որոշել են որ բարեկիրթ են դառել։ Ես չեմ հասկանում քաղաքականության մեջ այդպիսի տաբուները, այդպիսի սահմանափակումները, որոնք կարող են կանխարգելել ազատ միտքը կամ ազատ մտքի հոսքը, ազատ խոսքի ընթացքը։ Թող ամեն մեկը լինի այնպես, ինչպես որ կա։ Որովհետեւ բարեկրթությունը ինձ թվում է այդպես պայմանավորվածության արդյունքում չի լինի, մարդու միջից է գալիս։ Գալիս ուրիշ խնդրեմ է կա, նայ։ Ընդդիմությունը Հայաստանում ընտրությունների ընթացքում
ահա որ ռադիկալացնում է իր ընտրազանգվածին, իր խոսույթով, որ մենք ամենառադիկալն ենք, մենք ամենաուժեղն ենք, ամենաանզիջումն ենք, անհամագործակցայինն ենք, ոչնչացնելու ենք, ջարդելու ենք, փշրելու ենք, փոխելու ենք, բան։ Ու հիմա եկել են պարլամենտ ու ասում են եկեք բարեկիրթ լինենք։ Դա ասենք, հասկանում ես, սկսում է ընտրողի մոտ առաջանալ բան, դիսոնանս առաջանում։ Թողն ասում ոնց է, մենք ձեզ ընտրել ենք, որ դուք գնաք այդպես։ Մենք ձեզ ընտրել ենք, որտեղ դուք ամենաանզիջումն էիք։ Հիմա այս ինչ հապսիկ վիճակ է, այս ինչ եք անում, էլի։ Դուք խաղի կանոնները մենք պետք է լինենք բարեկիրթը։ Մենք միգուցե նրա համար ընտրել, որ մենք չափից դուրս չեն ընտրել, որտեղ մենք չափից դուրս բարեկիրթ ենք։ Դեսի շատ դավ է։ Իսկ իրանց ընտրել են նրա համար, որովհետև իրանք փրթեմ թափեմն են։ Ահա։ Ժողովուրդ, հիմա մի հատ ուզում ենք բանի շաստեմ, այս երկու օրը եմ մտածում, որ մեզ շատ են ասել քաղաքաշավի ժամանակ, որ դուք հայախառն բաներ չեք ասում, որ դուք տենց սուր չեք, տենց անզիջում չեք, դուք կարող եք ներեք Նիկոլին, օրինակ շատ են ասել։ Դու էլ Կարպիսն էլ հեղափոխությունը ողջունել եք բան, տես Կարպիսը մասնակից է։ Դու կարող եք ներեք Նիկոլանց բան, բայց այս սրանք, այս ուժերը, սրանք կոմպրոմիսային են։ Ու հիմա տեղանում տոտալ ընդհակառակ իրավիճակը, ուտեղ նաև հարց առաջանում։ Լավետ Գարաղազյանն ասում էր ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը ա 18 թվին, այդ ձևի տեքստով հնարավոր չի ընտրություններում հաղթել, որովհետև այդ տեքստը նրա մասին, հա, որ ամբողջ ժողովուրդը ադրբեջանա-թուրքական հեղափոխություն արել։ Եթե դու ուզում ես հաղթես ընտրություններում, դու չես կարող նման բան ասել մի մեծ ժողովրդի հատվածի, որը մինչև այսօր մտածում է, որ ճիշտ է եղել այդ հեղափոխությունը։ Այլ բանա դրանից հետո եղած բաները ոնց են իրան կապել դրա հետ, այդ արդեն իրանց խնդրեմն է։ Բայց մարդիկ մտածում են, որ այդ ռեժիմը մերժելը ճիշտ է եղել։ Հիմա ինքը այդ ռեժիմը մերժելու process-ին ասում է ադրբեջանա-թուրքական։ Հետո գալիս են պարլամենտ, իր ասախ թիմը ասում է, մենք բարեկիրթ լինենք, բայց եթե ադրբեջանա-թուրքերի հետ եք, ի՞նչ բարեկիրթ ախպեր, չէ՞։ Ու չի ուտեղ առաջանում է չկարա երկխոսություն լինի։ Այսինքն կամ ինքը չպետք է ցուցակը, եթե տենց է մտածում։ Կամ եթե ցուցակը մենք արդեն դիմսկի մտածել նրանց նման, բայց ոչ այն ալում, ոչ ինչ է առաջանում։ Եկեք այդ բարեկրթության մասին խոսակցությունը շատ տոտալիտար ակունքներ ունի, սովետից է գալիս, այսինքն չլինի պարլամենտ, լինի ինչ-որ ֆիկցիա, ծես, ֆիկտիվ ելույթներ են։ Լինի ծես։ Լա, բլա 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 բլա, բասես բան է խոսում։ Եվ սա մատ ուրիշ մի բան էլ կա, թե ինչա ԿՊ-ն կարճել այդ ամենը։ Ես որտեղ բարեկրթություն հասկացության տակ ինքը ուզում է իր դեմ հասցեագրված քննադատությունները մեղմի, փակի դրանց ճանապարհը, որ դրանք այլևս նորմա չլինեն, չէ՞։ Արդեն 5 տարի ԿՊ-ին, չգիտեմ, հողատու ասելը, Արցախ հանձնող ասելը, դա եղել է դավաճան, համահասարակական բան նորմա։ Այսի մարդիկ օրինաչափություն ԿՊ-ի մասին կամ ԿՊ-ի տարբեր մարդկանց մասին գրում են այս վիժվածքը բան, ու ոչ մեկին դատի չի տա, դարձել նորմա էր դարձել, չէ՞ մի ամբողջ պերիոդ։ Բայց քաղաքական բանի վիրավորանքների մասին է խոսում, հողատու, Արցախ հանձնող եւ այլն։ Հիմա այս բարեկրթություն, այս տոտալիտար հասկացության, պսևդո հասկացության ներքո փակվում է եւ արգելանք է դրվում իրենց այդ պիտակումներով կոչել։ Հիմա Էդգար Ղազարյանը այդ կարմիր գիծը հատեց, նորից իրենց այդ պիտակումները կպցրեց։ Դաս այդ սրիկայաբար շահարկում եք զինվորների կյանք։ Որտեւ այդ շարքային այդ ԿՊ-ականները, երբ որ իրենց դրա մասին հարց է տալի, ինչ են ասում են, դա կեղտոտ սուտ է, մեր առաջնորդը ոչ մի Արցախել չի հանձնել։ Բոլորը միաբերան այդ են, չէ՞ ասում, մենք Արցախը չենք հանձնել, հիստերիկանում են։ Եվ հիմա իրենք այդ բարեկրթության բանով այնպես են արել, որ իրենց այլևս ոչ մեկ չասի Արցախ հանձնող, հողատու, դավաճան եւ այլն, եւ մնացած այդ բաները։ Ու դրանով Մարսեն անցկացնեն գնա։ Ու դրանով անցկացնեն, որտեղ հիմա նախորդ գումարման ազգային ժողովում ընդդիմադիրները եկան, այդ տեքստերը ասեցին, իրենց վրա հարձակում եղավ, բռնություն եղավ, բայց իրանք չդադարեցին այդ ամեն ինչը չասել։ Էլի ասում են, մի ասում են Արցախի դրոշը, բա ինչի՞ չեք դնում, ասում դե գիտեք ինչ դժվար է դրոշը։ Հետո մատ ուրիշ հոգեբանական պայել կա, պարոն Մարուկյան, ինչը մարդկային է ու բնորոշ է բոլորին, երբ որ բարեկրթության, կեղծ բարեկրթության մասին պայմանավորվում ես, ինչ որ այդ մեկից սկսում ես բարեբալուս անել, նաև կոֆե խմել, հետո չի լինի էլի այդ հելնես ու բանը, այն չի, չգիտեմ, իմ ընկալումներով, իմ բարոյական, բարոյագիտական համակարգում ոնց որ տեղ չունի տենց բանը, որ ինչ որ մեկի հետ բարևես նորմալ խոսաս, հետո հելնես բանը
քրֆես, վիրավորես եւ այլն, այսինքն դա Այսինքն մինչև քարոզարշավի ժամանակ օքեյ էր տենց խոսալը, բայց որ եկել են պարլամենտում դիրա հետ աշխատեն, всё, պետք է չխոր, տենց բաներ չասեն իրար։ Դե պետքա կանխատեսեին, որ վաղը այդ իրավիճակը լինելու է։ Այդ նախորդ ընդդիմությունը Հայաստան Դաշինքն երբ որ առաջին ջութակը իրանց հետ բարեբալույս չուներ, դիստանցիա էր պահում։ Ահա։ Հիմա Նարեկ Կարապետյանանք ունեն, այսինքն Հիմա Նարեկ Կարապետյանանք բարեբալություն են, դե ժպիտով իրարից խոսում են։ Հա։ Այդ դիստանցիան որ խաթարվում է, էլ հետո դժվար է լինում նորից բանա իրարից հեռվանալ։ Դա խնդրեմ է։ Դրա համար ի սկզբանե պետք է լինել ազնիվ ու ասել, որ մենք հավակնում ենք իշխանապողության, եթե չստացվի լինելու են ընդդիմություն եւ այնտեղ իրականացնելու ենք այն աշխատանքը, ինչ որ սովորաբար ընդդիմությունները իրականացնում են։ Դա կլներ հասկանալի է, ամեն ինչը կմարտվեր, չէ՞։ Դե տենց ասեին, այսքան ձայնը կարող չտանեին։ Իսկ հիմա իրանք տենց ասեն չանցնեն, դե ումն խապել են։ Դե որովհետեւ հիմա նայ մեզ ասում էին դուք քիչ եք սուր տենց ադրբեջանա-թուրքական ասում իրանց հեղափոխությունը եւ այլն։ Մենք ասում ենք ոնց դա ճիշտ է։ Այսինքն ստե այլ առաջացած խնդրեմը նաեւ։ Իմ կարծիքով, օրինակ իմ կարծիքով ամենասուրը մենք ենք եղել։ Քաղաքական։ Որովհետեւ օրինակ ես այդպես բաներ սուր չեմ համարում։ Ադրբեջանա-թուրքական վիժիված, դա սուր չեմ համարում, ես դա բանը իմ համար դա մերժելի մշակույթ է, ես երբեք օրինակ դեն չի խոսա։ Օրինակ ես չէի ելնի ազգային ժողովից սրիկա բառը կիրառեի, ամենից երբեք չէի կիրառեի, դա իմ մշակույթում չկա, պարզապես նրա համար չէ որ վախում եմ, եթե չհասցնեն ինչ-որ մատ կետի, որ պայթեմ։ Որովհետև ես կարծում եմ, որ հայերենը տալիս է այն գործիքակազմը, որ առանց այդ բառերը կիրառելու կարելի է մարդուն նսեմացնել, նվաստացնել, խաչել։ Դու այդ հայոց լեզվի գործիքակազմերը։ Այդ առումով մեր լեզուն շատ ունիկալ է եւ ամենազոր։ Դե գիտես ի՞նչն է բանը, որ ասենք հիմա այս հարցը օրինակ արի կանխատեսենք։ Ինչ լուծումա ունենալու, այսինքն ծեծ կրտուքա լինելու, տարբերակ 1, տարբերակ 2, շատերը գրում են, որ այս Էդգար Ղազարյանը դուրս կգա կդառնա անկախ падգամավոր, որովհետև դե եթե ուժեղ Հայաստան ուզում է բարեկիրթ խաղահետները, բայց մեկը խանգարում է, դե պետք է նա տարանջատվի։ Հետո կարող տարբերակ որ չէինքը մանդատը կարա դնի դուրս գա։ Դու ինչ ես կանխատեսում։ Կամ կարող Բարիշեն ասենք, Բարիշել բառներ թուրքերեն, Բարիշել։ Մեր լեզվում բազմաթիվ թուրքերեն բառեր կան, ինչը նորմալ է, թուրքական ծագման։ Հա։ Լավ, կարող է իրար հետ գործակցեն հայերեն բառներ, թե։ Գիտեք, ԿՊԱ-ականները ակնհայտաբար ուզում են բռնություն կիրառեն Էդգար Ղազարյանի նկատմամբ ցուցադրական կերպով, որպեսզի ամբողջ երկրին, պարլամենտին եւ աշխարհին ցույց տան, որ դա որ մենք պատժում ենք մարդկանց, ովքեր Դե Վագներսը լավ ասում է, մեր ընտանիքներ էր մտել, մեր ընտանիքների անդամներին էր վիրավորում, քաղաքականության մեջ չզբաղվող մարդկանց էր կապնում, բան։ Ակնհայտաբար ուզում են բռնություն կիրառեն։ Ակնհայտ է նաև որ այս պայդրությամբ Էդգար Ղազարյանի եւ իր թիմի միջև կա հակասություն։ Նաև մատ կա մի ուրիշ տեղ մի բան, ես օրինակ դա էլ չեմ հասկանում։ Թիմակցին մենակ թողնել։ Դու տեսնում ես որ մենակ են թողել, մտածում ես։ Էդգար Ղազարյանը ասա ինձ մենակ չեն թողել։ Չէ, դա աջակցություն ամեն դեպքում չկար կամ թողնեն ցանային, որ երևար, որ մարդիկ իրենց ընտրողները տեսնեին, որ այնտեղ ունեն կուր թիմ։ Բայց օրինակ լիքը մարդ չի տեսել, որ ունի կուր թիմ։ Այո, դա համար է ստատուսները գրում։ Հիմա իրենք կարան 1000 բան ասեն, կարող է ես սխալվում եմ, բայց լիքը մարդ իրենց ընտրող ընկալել է, որ իրենք չեն աջակցել իրենց թիմակցին։ Ինչ է իմ կարծիքով, բանա կոռեկտ չի, ճիշտ չի ու քաղաքական չի մեծ հաշվով։ Դե ինձ թվում է դա ծնվեց գիտես ինչից, որ Նարեկը ասեց ինչ-որ սխալ ենք համարում, թե պետք չէ տենց ասել, փագնիստ կանենք, հեսա մենք քննարկենք այդ Էդգար Ղազարյանի հարցը, բանը դեից սկսվեց։ Այսինքն բան չարին էլի, որ եթե իրանք միանգամից ռեակցիա տային օրինակ, ասեն ինչ անշանակում դուրս շպրտել մեր падգամավորին։ Այդ բարից բռնեին Կոնջորյան Հայկի եւ տեից սկսեին կռիվ տալ, որ մեր падգամավորը լավ է խոսել, ճիշտ է խոսել, մենք կիսում ենք իր խոսքը, բայց դու ով ես որ ասես դուրս կշպրտենք, լրիվ ուրիշ իրավիճակ կդա։ Տեսնում եք Հայ Կոնջորյանն ինչ ագրեսիվ է, ասածս էլի, կյանքի կոչվում, ապացուցում է իր այդ մի հարցով էլ մենք ապացուցում է իր մահապարտ լինելը Նիկոլ Փաշինյանի միայն թե այդ կոռուպցիոն սկանդալները ընթացք սկանդալների ընթացք չտրվեն։ Ինչ թվում է Էդգար Ղազարյանի հետ կապված կարելի ամփոփել։ Այո, եւ ասնել մահապարտներին։
Ասնել կադրային մահապարտ բաներին։ Պեշկաներին։ Հա։ Օրինակ Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանը ասեց, որ ես եմ որոշել, որ պետքա իրան աշխատանքից ազատեմ, ու ասեց, որ իրան առաջարկել եմ աշխատակազմում աշխատանք, թերթերը գրեցին, որ գլխավոր խորհրդականի պաշտոն առաջարկել եւ Արմեն Գրիգորյանը չի ուզել։ Ու թերթերը գրում են, որ նեղացել է Արմեն Գրիգորյանը, դե կարող եմ այդտեղ վերջում դեսպան ուղարկեն, բայց մի հատ այդ մասը թողնենք։ Մամուլը գրել Մեծ Բրիտանիա։ Հա։ Հիմա արի քննարկենք այս մասը, որ եւ նա փոխանցվում է Ալեն Սիմոնյանով։ Հիմա արի նայենք։ Արմեն Գրիգորյանը պակաս մահապարտ է եղել։ Ես էլ դու էլ անձամբ ճանաչում եմ։ Արմեն Գրիգորյանը այնուամենայնիվ, եթե կարելի իր մասին մի փոքր խոսեմ, մի փոքր ավելի ինքնավար գործիչ է։ Ինքնավար։ Այսինքն հա, շարքային կուսակցական չի եւ հեղափոխությանը մասնակցել է ոչ որպես Նիկոլ Փաշինյանի թիմակից, այլ որպես գործընկեր։ Որտեւ իրան շարժումը ուրիշ էր, չէ՞։ Մերժիր Սերժի։ Ինքը գիրք է գրել դրա մասին, դեռ չեմ հասցրել կարդամ։ Արմեն Գրիգորյանին Նիկոլ Փաշինյանը փորձել է ազատել նաև 2020 թվականից հետո, երբ որ ազատեց Դավիթ Տոնոյանին, Զորիկ Մնացականյանին, իրանել էր ուզում, բայց այն ժամանակ Արմեն Գրիգորյանը մի փոքր մեջք ուներ 6 падգամավոր Իրանում 6 թե 7 եւ երբ որ իրան ուզում էին ազատեն, այդ падգամավորները Նիկոլ Փաշինյանին Ուսկան որ տեղեկատվությունը հավաստի է, սպառնացել են որ մանդատները վայր կդնեն, իսկ այն ժամանակ թիմը ինքը թույլ էր, իշխանություն թույլ էր։ Թիմը փլուզում էր, որտեղ ուժեղ ընդդիմություն կար խորհրդը։ Կար ուժեղ ընդդիմություն կար, դա մայլ տես Նիկոլ Փաշինյանը չէր կամ տես։ Ես Արմեն Գրիգորյանի գործունեությանը շատ վատ եմ վերաբերվում, շատ խիստ բացասական, ու իմ համոզմամբ, որ ես ապացուցում եմ, ինքը մեր հետ տեղի ունեցած աղետի եւ աղետների հեղինակներից մեկն է։ Ես դրա մասին բազմիցս գրել եմ, ու այս սխալ ուղղությունը, որ հիմա Հայաստանը ворթեգրել է ու գլորվում է դեպի անդունդը, միգուցե առանց հասկանալու, էլի դրա գաղափարախոսներից մեկը Արմեն Գրիգորյանն է, այսինքն ոչ վաղ անցյալում ինքը ուրիշ ոչ մի թիզական էր, չէ՞։ Ուրիշ ցնորամիտ գաղափարներով էր տարված Քարվաճարյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքները ուզում էին փոխարինեն Քարվաճարյան սկզբունքներով։ Եվ դա բերեց հավաքական այդ մտածողությունը բերեց կատաստրոֆայի։ Հիմա էլ մի ուրիշ ցնորամիտ գաղափարով են տարված եւ դա տարածում են Ռուսաստանից անկախանալ, չգիտեմ, գնալ դեպի արևմուտք, այդ կեղծ թեզերով են տարված ու ըստ էության Արմեն Գրիգորյանը ինչով էր տարված լինելով, զբաղված լինելով անվտանգության խորհրդի քարտուղար, այսինքն միջին կարգի քաղաքասարակության չինովնիկ, հա, եվրոբյուրոկրատ ոնց որ լիներ, ինչ էր անում գնում էր Լատվիա, գնում էր Էստոնիա, գնում էր Լեհաստան, հետո Մեծ Բրիտանիա։ Այսինքն ինչ-որ քաղաքասարակության ներկայացուցիչներ կառավարությունում քաղաքասարակության այն մասի, որը զբաղվում է այդ ռոպագանդիստական աշխատանքով։ Այսինքն նաև Հայաստանի քաղաքասարակության ինքը աստղներ ու այս առումով քաղաքասարակության վիճակը մի փոքր բարդացավ, որովհետև Ալեն Սիմոնյանն էլ այդ շրջանակների թշնամին էր։ Հիմա ոնց են Ալենի հետ աշխատելու։ Դե հիմա Արմեն Գրիգորյանը մտ ուրիշ տեղ կբնավորվի, նորից կսկսեն իր հետ աշխատել, որտեղ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն էլ խոսքի մեջ ակնարկեց, որ էլի նմանատիպ, ավելի ցածր լեվելի, բայց նմանատիպ աշխատանք է ստանալու խոսքի դեսպան կամ չգիտեմ։ Այսինքն չի մնա բան, տաշած քարը չէ, իհարկե չի մնա, բայց այնուամենայնիվ դե առաջվա ազդեցություն չի ունենա, բայց կմնա, անշուշտ ինչ-որ մի բան, մի աշխատանք կլինի դժվար թե այտենց թողնեն օդում արկախված, բայց ինքը այդ շրջանակների ներկայացուցիչներ Հայաստանում եւ ես չեմ կարծում, որ ինքը եղել է Հայաստանի պաշտոնյան բառի ամենախորքային իմաստով, ինքը այլ ուժերի է ներկայացրել Հայաստանում։ Ես հիշում եմ, որ արգելգախար էին ուզում նշանակեն իրեն ու չնշանակեցին, հետո եկավ հետ էլի բան։ Դե ըստ էության ռուսների հետ խնդիրներ առաջացել, որտեղ ռուսները Սերգեյ Լավրովը ասել է, ես այդ մարդու չեմ խոսի, եթե իրեն նախարար նշանակեք։ Իսկ այդ ժամանակ մեզ համար հույժ կարևոր էր, որ լիներ երկխոսություն, բավականին բարդ իրավիճակ էր, որը թշնամական չէր, ամեն ինչ այդպես է տեղեկությունը հասել, դրա համար Արարատ Միրզոյանին են նշանակել։ Այսինքն Ռուսաստանի կողմից որպես թշնամական
բան անկալվել ինքը։ Ես ինչի վրա եմ զարմանում, որ ազատությունը բացահայտել էր այդ խոսույթը համեմատել էր, ցույց էր տվել, որ Ալեն Սիմոնյանը հրաժարականի ժամանակ չգիտեր, որ ինքը այդ գործին կարող է գնա։ Ինքը ասում էր դե ես դաթար կվերցնեմ կամ անձնական կյանքով կապրեմ, հլա հասկանամ, բան, բայց եւ շատ արագ դա տեղի ունեցավ։ Այսինքն ոնց է եղել այդ բանը, այդ shift-ը ոնց է։ Արմենն էլ ոնց որ չգիտեր, որտեվ ինքն հուզվել էր։ Հա, չէ՞։ Աստղերներ հուսեր։ Հա, հուզվել էր շատ, հա։ Նիկոլ Փաշինյանը տենց ունի։ Բայց հստակ ցույց տվեց Նիկոլը, որ ինքը դժգոհ է։ Ինչ որ ասած համ դες դժգոհ չեմ եղել իր աշխատանքից, բայց ես իմ աշխատանքից չեմ գոհ։ Բայց ինչ էր ուզում որ ինքը արած լիներ օրինակ, ինքը ինչ խնդիր դրել է, ինքը դա կյանքի է կոչել։ Քաղաքականության գործունեության ուղեցույցը Նիկոլ Փաշինյանն է, չէ՞։ Ուղղությամբ Արմեն Գրիգորյանը ինչ չի արել։ Այլ խնդիրը որ մեր տրամաբանությամբ ոչինչ չի արել եւ ամեն ինչ սխալ է արել։ Դե օրինակ շատերը գրում էին, որ ինքը ծնունդով արցախցի է, այդ բլոկադայի ժամանակ։ Ասեմ ինչ չի արել։ Ինչ չի արել։ Օրինակ եկեղեցու դեմ արշավին չի մասնակցել կամ մի քանի դրվագով լավ, եթե եղել է, ես չեմ հիշում։ Դες ինչ որ ես իմ խորը հավատացյալ բան չի որ ասեմ։ Դա օրինակ Ավինյանն էր տես չէր մասնակցում եկեղեցու։ Երբ որ Արմեն Գրիգորյանն էր պաշտոնավարում, Համատանգության խորհրդի մասին մենք շատ քիչ էինք լսում, մենակ իմանում ենք իր այցերի մասին Էստոնիա, Լատվիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան։ Իսկ հիմա Ալեն Գրիգորյանի Ալեն Սիմոնյանի պաշտոնավարումով դա եւս մեկ կառույց կդառնա, որը կմիանա այս ռոպագանդիստական պայքարին։ Մտածում ես։ Հա, ինչ անելու Ալենը, որ լայվեր անելու, բրիֆինգ անելու, դա ինքը ինչ որ շատ հանրային մարմին չի, կարծես ինքը պարլամենտի։ Բայց Ալեն Գրիգորյան, Ալեն Սիմոնյանն էլ ես ինչ պետական գործիչ չի, խոստովանենք ինստիտուտաստեղծ կամ բարեփոխիչ չի։ Եվ ինչով ինքը պետք է զբաղվի, Ալեն Սիմոնյանը ամենից լավ գիտի, չգիտեմ, դրսևորվել որպես մեդիա քիլեր, օրինակ ելնել, չգիտեմ, գեյների մասով մի բան ասել, Ռուսաստանի հետ կապված մի բան ասել, ինքը ինչ պետք է անի, պետք է ազգային ռազմավարություն, անվտանգային ռազմավարություն մշակի։ Մեր ազգային անվտանգության ռազմավարությունը դեռ հինն է, որտեղ գրված է որ Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալիքներ են, ճշնամի պետություններ են, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, ՀԱՊԿ-ն մեր անվտանգային միակ ինստիտուտն է, այդ ձևի ռազմավարությունն է ու դա պետքա փոխել, դե պարզա։ Ու կարող ասեն դե թազեն գրեք ու սկսեն նստել գրել էլի։ Ալեն Սիմոնյանը նստի գրի Ալենը, էլի բանը։ Հրաշալի թվում է կազմակերպի դրա գրել։ Իսկ այդ կառույցի ֆունկցիան կփոխվի, եթե իհարկե այդ կառույցը թոշակառու կառույցի սարքեն, մեծ հաշվով դա շատ կարևոր կառույց է։ Դա հիշենք Արթուր Բաղդասարյանի ժամանակ, ինչ արել այդ կառույցը օրինակ։ Ինչ են արել, էլի։ Այսինքն այդ կառույցը մարտի 1-ի դեպքերի արյան վրա ծնված կառույց է։ Այդ կառույցը 10 մարդու գնդակարելու գնով ստեղծված կառույց է։ Այդ կառույցը Արթուր Բաղդասարյանի համար։ Այդ կառույցը ստեղծվել Արթուր Բաղդասարյանի համար, որտեղ իր ամբիցիաներով պետք է ինչ-որ բավարարվեր, տենց պետպադավատներ, տենց ախրաննիկներ, առանձնացված շենք, բան, որպեսզի այդ արունահեղության լեգիտիմացման process-ը այդ դերակատարը բանը նի ստեղծվեց, տենց Սերժ Սարգսյանը բան արել էլի։ Ստեղծվեց, բայց չի նշանակա որ անպետք չարիք բաներ արվել, որ ասենք հիմա տենց իներցիայով գնում է, էլի տենց իներցիա։ Անպետք ձևով կիրառել են այդ օգտագործել են այդ կառույցը, բայց ես թվում է անգամ անպետք չի։ Եվ օրինակ Նիկոլ Փաշինյանի ժամանակ մենք տեսանք որ դա կարելի է աշխատացնել եւ ինչ-որ մի փուլում դա ԱԳՆ-ին մրցակից կառույց էր դարել, հիմա բանակցների մի մասը Արմենները անում, իսկ մասը Արարատը, այսինքն Նիկոլ Փաշինյանը կա բացասական ուղղությամբ, բայց այդ կառույցին իմաստվեց։ Ես քեզ ասեմ, քանի որ ինչ որ որոշ չափով ներսից տեղյակ եմ, ես կարծում եմ, միշտ մտածել եմ, որ մեծագույն սխալ է եղել ԱԳՆ-ի գործը տալ ուրիշ մարմնի, ու ես քեզ ասեմ, երբ որ տարբեր մարդիկ նույն թեմաների հետ կապված հարցերով իբր բանակցություններ էին վարում, ես ինչ խնդիրներ ենք դրա պատճառով ունեցել։ Այսօր մի օր այդ գիրքս գրեմ, դրա մեջ գրելու եմ։ Իսկ մատը գիտեք ավելի շատ կոմունիկացված բան, խայտարակություն է։ Այդ խանդը Արարատի խանդը Արմենի նկատմամբ, Արմենի խանդը։ Հետո երկուսով ձեզային խանդում, հա, երևի։ Երկուսով իմ նկատմամբ խանդը, ինչ որ Իսկ այստեղ խնդրեմը Ոնց լավ է հրաժարական տվեցի մեզ։ Իսկ այստեղ խնդրեմը Նիկոլ Փաշինյանի մեջ է։
Որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա կուրացիայի ենթարկի։ Բան չասի, նա ինքը կարող էր հատուկ ինչ որ հարցերով որպես բանագնացի դեր տաներ։ Ու ինչ որ տես տանում էր, ինչ որ պահի։ Հաջիևի հետ ինքն էր խոսում, Ուիտկոֆի հետ ինքն էր խոսում, բայց կարպիս ունեցել ենք տոտալ ցախողումներ, տոտալ, խայտարակ։ դրա պատասխանատու Նիկոլ Փաշինյանը, որովհետև մենք տեսնում ենք տարբեր երկրներում էլ մի քանի մարդիկ կան, բանակցող, Ռուսաստանում էլ կա, Ուշակովը, Սերգեյ Լավրովը, բայց դրանց աշխատանքը կոորդինացվում է, ինչ-որ մատ կոորդինատոր կա։ Դե հա, օրինակ կա Ռուբիոն, կա Վիտկոֆը, կա ասենք Կուշները, ուզում եմ ասեմ, այս իմաստով գիտես Ադրբեջանը ինչ էր մեզ արել, Ադրբեջանը մի քանի սեղաններ բացել, շախմատային լեզվով ասեմ, էլի մի քանի սեղանի վրա շախմատի տախտակը բացել էր, ու ասում էր եկեք խաղանք, ես մասը թողես նկարագրեմ, էլի։ Նայ, մենք ինչ թեմաներ ունենք Ադրբեջանի հետ, ապա շրջափակում։ Այդ խաղը այն սեղանի վրա է, գնում եք այդտեղ։ Այդտեղ ովքեր են խաղալու։ Մեր Գրիգորյան, դու գնա այնտեղ խաղա։ Սամանազատում, ասենք, օրինակ եմ ասում, մեր Գրիգորյան, դու այդ խաղով խաղում ես։ Արմեն Գրիգորյան, դու ես սեղանի վրա բացած քո տախտակը, դու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների հարցով խոսում ես Հաջիևի հետ, որը տեսար ինչ եղավ վերջում, էլի։ Հա, Նիկոլ Փաշինյան, այն մյուս բանն է բացած սեղանը, դու Ալիևի հետ խոսում ես գլոբալ, դե Ալիևի հետ խոսում ես մեծ բանով, Արադ Միրզոյան դու խոսում ես պայմանագրի տեքստը։ Տեքստն ես դու խոսում։ Ու երբ որ հարց էր գալի առաջանում, որ օրինակ Էդմոն Մարուկյանը ասում էր Ադրբեջանը դեռևս մեզ, ինչև այսօր բարձա, որևէ քարտեզով չի ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այդ հարցը մի ոնց պետք է անենք։ Ու պատկերացնենք դու Բայրամովն ես իր թիմով, չէ՞, այդ հարցը այս կողմից բարձրացվում է։ Ինչ էին ասում այն կողմից։ Ասում էին այդ հարցը քարտեզի այն սեղանի վրա է քննարկվում։ Նրանք են խոսում։ Հասկանում ես։ Ու հարցը գցում էին ուրիշ տեղ։ Ու տենց քթներից բռնած այսենց պտտայ, այսենց բոլոր տեղերով պտտվել, այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել։ Միայն կորուստները։ Ոչ մի ձեռքբերում, ոչ մի ստոպ, ոչ մի process, ոչ մի թեմա, որ Ադրբեջանը առաջակաշ է, ստոպ չի եղել։ Ու վերջում հանգեցին սահմանազատման այսպես կոչված հողեր հանձնելուն, ասենք մեր Գրիգորյանի գլխավորությամբ գործող հանձնաժողովը, որը չուներ կանոնակարգ, բայց գնացել է սահմանազատում անել, բայց սահմանազատումն անում են բրցնում են, նոր են կանոնակարգ ընդունում սահմանազատման։ Ես ասում եմ, դա պրոստը միակողմանի հող հանձնում է եղել, էլի, ինչ է քննարկում։ Ինչ շարունակվելու է։ Եվ այս ամեն ինչը սիրելի հայրենակիցներ ես ում մարենք էլի խոսում, որ կարպիցի մեր ասավ ում մարենք խոսում։ Այս սեղանները դեռ բաց են։ Խաղացողները այն կողմից նույն մարդիկ են, հմուտ, ահավոր պատրաստված, ես կասեմ նախանձելի պատրաստված, ասենց ասեմ։ Իսրայելական փորձագետներով, թուրքական դիվանագիտությունից փորձագետներով, խորհրդատվումներով ու մեր կողմից Արադ Միրզոյան, մեր տկլոր բոբիկ թե գիտելիքով, թե փորձով, ամեն ինչով մարդիկ, որոնց կյանքի ամենամեծ ներդրումը փաբերում պիվա խմելն է եղել, էլի։ Ինչ որևէ մասնագիտական բան չունեն։ Արմենի մասին, որ մեր խոսվենք, որ ասացինք, պատերազմի սկսվելուց առաջ ինքը զբաղված է եղել գիրք գրելով։ Ու այս քանի օրը հայտարարեց, որ գիրքը վերջացրել է։ Գիրքը կոչվում է Մերժիր Սերժին։ Çünkü Սերժը 9-րդ տարվա մեջ ենք մերժված է։ Ինքը գիրք է գրում դրա մասին։ Դա ինչ մի հարց էր, որ դրա մասին գիրք։ Ես ասած վերջերս այդ բարիերը հաղթարեցի։ Ասենք բացատրեցին։ Այդ բարիերը հաղթարեցի, օրինակ դուք Կոնջյանին վադման չեք ասում, մնացած թրասներին վադման չեք ասում։ Ես եմ ասում, օրինակ ես ասած վերջերս այդ բայց ինչը Կոնջյանին ինչ ասեմ։ Ես այդ դե ես եմ ասում, ես այդ բարիերը հաղթարեցի, որ ժամանակին մտերիմ եմ եղել Արմեն Գրիգորյանի հետ, Արադ Միրզոյանի հետ։ Առաջ այդ սկզբունքը կար, որտեղ այդ մարդու հետ աշխատել ես, համագործակցել ես կամ չգիտեմ, մի կտոր հաց ես կերել, իրան արժի մեղմ քննադատել կամ չքննադատել, բայց ես իրանց դեպքում այդ սկզբունքը խախտեցի, բոլոր ուրիշ մարդկանց հետ միշտ պահել եմ, դաժե Արմեն Բաբաջանյանի հետ եմ պահել, դաժե հիմա խախտեցի, բայց դաժե իր հետ եմ պահել, չնայած ահավոր տհաճությամբ եմ վերաբերվում իր գործունեությանը։ Բայց իրանց սպարագայում խախտեցի այդ սկզբունքը, որովհետև ինչի պետք է այդ սկզբունքը պահեմ կամ այդ սկզբունքը քանի կոպեկ արժի, եթե ես համոզված եմ, որ այս մարդիկ կորցանում են իմ երկիրը։ Ոչ մի կոպեկ։ Չէ, ես չեմ արձագանքում այն մարդկանց, ովքեր իմ համար ավարտված են, վերջացած են, բան չկա ասել։ Այս մարդիկ
Նաև Արմեն Գրիգորյանի այդ ворթեգրած ճանապարհը եւ նրա գործունեությունը քայքայիչ ազդեցություն է ունեցել մեր երկրի համար եւ ունենալու է, որտեվ այդ աղանդը, որին իրանք սկսել են հավատալ կամ սկսել են քարոզել, ու ինչ թվում է բան աղետից բացի ուրիշ տեղ մեզ չի կարող տանել եւ ամենավտանգավորը որն է, որ Արմենը ինչ էր անում։ Այդ քախ հասարակությունը ինչ որ ամառային դպրոցներ հազարավոր երիտասարդներ են հավաքում, այդ իրենց իբր թե ռացիոնալ, քաղաքագիտական այդ տեսությունները, մտքերը, իրենց դիվանագիտական հաղթանակները երեխեքին են ներկայացնում, այդ երեխեքին են զոմբիս դարձնում, ու շիրեմ մանուններ Պաշտոնապես Հայաստանը դիվանագիտական որևէ ձեռքբերում չի ունեցել վերջի, ասենք 9 տարում։ Ու տենց որևէ սերունդ են մեծացնում։ Որևէ։ Իբր թե trip, ռացիոնալ։ Այսինքն այս մեր բոլոր քննադատությունները բան ներկայացնում է որպես բան, ցնորք, իրրացիոնալ բան։ Գիժեն սրանք, ագենտներ։ Իրանք չեն Ղարաբաղը հանձնել մի քանի տարի առաջ։ Ես իշտան բանը, որ ասենք եկա Արցախը հայկական ամենահայկական հողը կարելի ասել էլի։ Վարի տված երկրի արտաքին գործերի նախարարը, չէ, բանը։ Անվտանգության օդի քարտուղարը գնում էր Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսիներ մասնակցել։ Գործակալական վարքագիծ, պարոն Մարոկյան, ուրջ եմ ասում։ Ուկրաինայի վերականգնման եղբայրքու երկիրը վերակա, քու հայրենիքը, քու տունը որ դե ծնվել ես, թուրքերը վեկալ է, հիմա պղծում են։ Ինչով ես զբաղված։ Հասկանում ես, Գրիգորյան Արմենը լավ գիշերը ոնց է քնում։ Ես չեմ կարող պնդել, որ ինքը ԿՀՎ-ի գործակալ է, ես այնպես բաներ չեմ սիրում անել։ Չայ ախպեր ինչ։ Բայց ես ումա ուրիշ բան եմ ուզում ասել, այսինքն այնպես դավադիր բաներ ես չեմ ասում։ Բայց, չգիտեմ, միգուցե համոզմունքով, միգուցե տենց է պետք է այդ բանը, որպեսզի մնար պաշտոնի։ Միգուցե իր կամքից անկախ ինքը Հայաստանը ներկայացնող պաշտոնյա չի եղել։ Հա, այդ ուրիշ բան է։ Օրինակ Ալեն Սիմոնյանը Հայաստանը ներկայացնող պաշտոնյա է։ Իր անգրագիտությամբ, իր կիսագրագիտությամբ, իր դաստիարակության պակասով, քանի որ մարդկանց վրա է թքում, բայց Հայաստանի պաշտոնյա է։ Հա։ Արմեն Գրիգորյանը Հայաստանի պաշտոնյա չի եղել, դա եմ ուզում ասեմ։ Ինքը համաշխարհային հակառուսական աղանդի ինչ-որ զինվոր է եղել Հայաստանում։ Միգուցե համոզմունքներից ելնելով չեմ ասում ինչ-որ մեկը իրան 10000 եվրո տվել է, ասել դա կանես, չէ։ Հա, չէ համոզմունքներով։ Հիմա մինչև էդ էլ համոզմունքներով էր, որ օրինակ Քելբաջարը, չգիտեմ, ինչ պետք է։ Խարվաճարյան սկզբունքներ։ Ասենք ոչ մի թիզականության համոզմունք է, չէ՞ ունեցել, որ չպետք է կենալ որևէ զիջման, եթե կարիք կա, էլի գրավել հողեր։ Դա գիտեք, չէ, հակառուսական աղանդի է այդ համաշխարհային, որ հետխորթային տարածքում sense բույն է դրած։ Այդ դրսևորումներից մեկն էր, այսինքն եթե ուշադրություն դարձնեք քաղաքացիական ներկայացուցիչների մի զգալի մասը, այսինքն այդ ազնի մարդկանց մասին չի խոսքը, նրանք ովքեր որ ներգրաված են այդ ռոպագանդիստական պատերազմում, իրանք բոլորը դեմ էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որովհետև տեղ առաջին ջութակը Ռուսաստանն էր։ Այսինքն կարգավորման ջութ առաջին ջութակը։ Հա, որտեղ իրանք տերերն էլ էին դեմ, որ Ռուսաստանը լինի առաջին ջութակը, ու Հայաստանում ներգրաված այդ քաղաքացիական ներկայացուցիչները դրա համար ոչ մի թիզական էին։ Հետո տեսան, որ օրինակ կա օրակարգ, որ պետք է Հայաստան, որ պետք է Արցախ էթնիկ զտման ենթարկվի, չէ՞, որ ռուսական զորքեր չլինեն, իրանք ցեցին աջակցել այդ process-ին։ Այսինքն արեմուտքի գրանտ որ հայերը թող չապրեն դե, թող հայ չլինի, թող պղծեն սաղ ինչ կան, դե մենակ թե ասենք տեսեք, պացիֆիստական խաղաղության կողմնակից արեմուտքի գաղափարական ժառանգները կամ հետևորդները Հայաստանում եղել են ընդհանրապես պացիֆիստ չի։ Բացարձակ պացիֆիստ։ Չակերտների մեջ եմ ասում, այդ շրջանակները Հայաստանում, որ արևմտյան արժեքներ են, եղել են խաղաղության թշնամին, այդ թվում Արմեն Գրիգորյանը, Դանիել Իոնիսյանը եւ մյուսները։ Հիմա դառել են խաղաղության աղավիններ, երբ որ Հայաստանը կապիտուլացվել է, Հայաստանի նվաստացման հաշվին մակաբուծվում են, որպես, չգիտեմ, բակտերիաներ։ Բայց այն ժամանակ իրանք խաղաղության թշնամիներն են եղել, նաեւ Արմեն Գրիգորյանը դեմ են եղել իջումներին, կոմպրոմիսային որևէ լուծման։ Ես ախր այդ այս ոդկասթի ընթացքում այդ ոդկասթի ընթացքում ես Արմեն Գրիգորյանի բաները կարդացել եմ։ Հիշում եք։ Այո։ Թե ինքը ինչեր էր գրում։
Մոնթեն մեզ չի ների։ Մենք պետք է համանդրությամբ ամրագրենք մի Մոնթեն իրան երաշխի գալիս։ որ 7 շրջանները Հայաստանի անկախտելի մասն են, պետք է նորաձև դարձնենք ոչ մի թիզականությունը։ Եթե բանը ժամանակ ինչ էր ասում, անիծում էր Հայաստանի իշխանություններին, որ Ադրբեջանի հետ բանակցում են, որտեղ ասում են ո՞նց է կոր դավաճան եք որ բանակցում եք, որտեղ թշնամին ուզում է քեզ ոչնչացնի, քեզ հետ է բանակցում։ Էդգար Նալբանդյան, Էդվարդ Նալբանդյան, այդպես բաներ էր գրում։ Սա հանել է։ Ժամանակ որտեղ էր ինքը աշխատում այդպես։ Աշխատանք չուներ։ Ինչ էր աշխատում ասենք։ Իր աշխատանքային գործունեության մասին պատմեմ։ Հա։ Հետաքրքիր է մարդկանց դա։ Չեմ ինձ թվում է, հա, որտեղ մարդիկ հիշողություն չունեն։ Արմեն Գրիգորյանը եղել Քոչարյանական ի սկզբանե։ Քոչարյանական։ Նախ Արցախից է ինքը, գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանի դվայրոնի քրոջ որդին է։ Դամիկա քերին ոնց է իր այդ այն թե։ Հա, ինքը 2000-ականների վերջի 2010-ականների առաջին կեսին Քոչարյանի կողմնակիցն էր։ Աշխատել է 7 օր AM կայքում։ Անդրանիկ Թևանյանի մոտ, ով ստացա։ Անդրանիկ Թևանյանի Երևան Բոզոյանի կրտսեր գործընկերն է եղել։ Շատ հետար։ Ես օրինակ դες չգիտեի, ասես հետար գիտա դետար, ես չգիտեի։ Այսինքն իրանք մի թիմ էին։ Ես հիշում եմ, որ ինքը ՀԿ սեկտորում էր։ Հետո մանր տեղափոխվեց ՀԿ սեկտոր, սիվիլնետում հարցազրույցներ տալ, հետո այդ Քոչարյանականների այդ հակասերժական գծի այդ առաջին այդ բանը ուժեղ թմկահալողներից մեկն էր։ Այդ 7 օրի եմում ատելության ողողված հոդվածներ գրում։ Քոչարյանց մասին։ Քոչարյանց, չէ, Քոչարյանց կողմից էր, Սերժենց մասին։ Սերժենց մասին։ 2010-ականներին Քոչարյանենք պրոպագանդիստական պատերազմ էին մղում Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ։ Արմեն Գրիգորյանը ներգրաված է դրա մեջ։ Հետո ինքը շատ ակտիվացավ բանի ժամանակ, այդ հրաշալի երրակի ժամանակ, երբ որ Ծառուկյան հակ ժառանգությունը երրակը ուզում էր իշխանափոխություն աներ։ Եվ տենց հետո կարճ ժամանակ ես եմ իր այդ համագործակցել էլի ընկերներով եւ հետո արդեն ինչ-որ մի օր իմացանք, որ շփումներ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, առաջինը չուներ, որ մոտիկություն է սկսել, դրանից առաջ քննադատում էր շատ խիստ։ Եվ հետո սկսվեց այդ հեղափոխությունը։ Հետաքրքիր կենսագրությունը։ Բայց ինքը, հա, լավ քոչարանական ա եղել համոզմունքներով, դա կարելի է ստուգել։ Ափսոս, եթե մի քիչ շուտ գործության էին, կար Հայաստան դաշինքով մտներ պարլամենտ։ Դե Անդրանիկ Թևանյանն էլ իր ընկերն է եղել։ Որ հիմա բանտակված է։ Շատ հետաքրքիր կենսագրական։ Ես մտածում եմ, որ մեկ-մեկ պետք է որոշ դեպքերում տենց կենսագրականները բացել, սկսել նայել, էլի, ասենք։ Անցած հաղորդման ժամանակ ոնց որ Եղոյանի կենսագրականի մասով։ Ես մի բան ասեմ, էլի, սիրելի Արմեն, ես խոսակցությունը չրելն է։ Եթե դուք այս երկրից sense չանեիք։ Նենես շուր Արմենն էլ նայելու է խռովի քեզանի։ Կա խռովի։ Չէ։ Ուզում ասեմ մենք մի անգամ խռովել էր։ Հա։ Ինչի։ Տոնոյանը հրաժարական տվեց պատերազմից հետո։ Զորապ Մնացականյանը հրաժարական տվեց։ Ստատուս գրեցի, ասում Արմեն ջան, դու ինչ ես մնացել։ Հեղացել ես։ Ես հիշեցի։ Դու ինչ ես մնացել։ Դες եւս 5 տարի է մնաց։ Դա 20 թիվ 21։ Դե եմալ կգնա այդ բան, դեսպան։ Ունեի գնա դեսպան։ Խաղուպան են սարքել է դեսպանի աշխատանքը։ Այսինքն ում թոշակառոյք ուզում սարքել կամ ով չի ուզում ստե մնա, կամ ով լեզուն գիտի, բանը ուղարկում եք դեսպան աշխատանքի։ Լեզու իմանալը դեսպան աշխատելու համար դա բան չի։ Ես Ֆրանսիան գիտեմ, ուղարկեք Ֆրանսիայի դեսպան, ես ինչ թույլ կտամ գնամ Ֆրանսիայի դեսպան։ Թույլ չեմ տա, չէ՞։ Կզանգի քեզ։ Ուտենակ Նիկոլը կարաս բան անես։ Լեզու իմանալ նույնիսկ չի նշանակում որ կարաս դու այդ լեզուն դասավանդես, չէ՞։ 100%։ Այնքան նյուանսներ կան։ Բանասեր մանկավարժ ունես։ Ֆրանսիայում մեր նախկին դեսպանը հզոր էր, հզոր։ Օրինակ դուք հիմա հրաշալի անգլերեն գիտեք, դες թույլ կտաք ինչ-որ մեկին անգլերեն պարապեք սովորացնել, չէ՞։ Չէ, ես քան ներվեր չունեմ։ Դե ունակություն էլ չունեք, դա մանկավարժական աշխատանք է։ Չեմ կարող։ Բայց հիմա որ մեկը գերմաներեն գիտեր, էլի ձեր ֆրակցիայից էր։ Ուղարկեցին Գերմանիայի դեսպան, սոսը իսպաներեն գիտեր, ուղարկեցին Իսպանիայի դեսպան, չգիտեմ, ես ինչա կատարում։ Ադրբեջաներեն ով գիտի, որ գնա Բաքու դեսպանով ալնելու։ Դա բարդ է։ Լավ, պետք է ամփոփենք այս հաղորդումը։ Ես օրինակ կամ սորացնեմ ոնց պայել քեզ պարլամենտում, որ գուտ չտան ասեն
եղիր բարեկիրթ, հետո առաջ քաշում անեն։ Այդ բաներ կա, ես կարամ սովորացնեմ, կամ սովորացնեմ ռազմավարական դատավարություն անել։ Եղացեք, որ ասացի չէ կարող անգլերեն Չէ, սովորացնել։ ուզում ասեմ, ինչ կարամ սովորացնեմ, բայց անգլերեն ճիշտ է։ Շատ բան կարաք սովորացնել։ Սովորացնեմ անգլերեն։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա ոդկասթը այսքանն էր, այս պայդրությամբ մենք դեռ տեղյակ չենք պարլամենտում իրար ծեծել են, թե դեռ չէ, եթե չէ, սպասեք երկուշաբթի օրը, երեքշաբթի օրը մոտորերս երևի դա տեղի կունենա, իսկ մենք կհանդիպենք մեր մյուս հաղորդմանը շաբաթ օրը։ Խնդրում ենք մեկնաբանություններում անպայման արձագանքեք, ձեր կարծիքը գրեք, թեմաներ առաջարկեք, հարցեր, որոնք ուզում եք անդրադառնանք, եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Լավ մնացեք։